Կյանքի 25 դաս, որ պետք է սովորել, քանի ուշ չէ։ Շատ հաճախ մենք անգամ ուշադրություն չենք դարձնում նրան, թե ինչպես ենք ապրում։ Լայֆհաքերը առաջարկում է 25 պարզ արժեք, որ կօգնեն ավելի արժևորել կյանքը եւ ունենալ հաջողություններ։ Խնայեք ձեր ժամանակը։ Մի թողեք փոքր հաճույքները հետոյի համար։ Մտածեք խոսելուց առաջ։ Մտածեք գործելուց առաջ։ Հրաժարվեք ալկոհոլից։ Լսեք ծնողների խորհուրդները։ Ունեցեք հոբբիներ։ Միշտ պահեք խնայված գումար։ Միշտ սովորեք ինչ-որ նոր բան։ Մի գնացեք մեծամասնության հետևից։ Անընդհատ գործածեք ձեր գիտելիքները։ Մրցակցեք նրանց հետ, ովքեր ձեզնից լավն են։ Ինչ-որ գործ անելիս ձեզ տվեք ավելի քիչ ժամանակ, որպեսզի հասցնեք բոլոր գործերը ճիշտ ժամանակին։ Ունեցեք հստակ նպատակներ։ Ծանոթացեք նոր մարդկանց հետ։ Ճանապարհորդեք։ Անընդհատ կատարելագործվեք։ Հետևեք նրանց, ում վստահում եք։ Գտեք մեկին, ով միշտ ճիշտ կմոտիվացնի ձեզ։ Մի արժևորեք նյութականը ավելի, քան նոր բան սովորելը։ Մի ընտրեք գործողությունների մեկ կոնկրետ ոլորտ շատ վաղ։ Մի սպասեք, որ հաջողությունն ինքը կթակի ձեր դուռը։ Սովորեք օտար լեզուներ։ Ձեր ամբողջ ժամանակը մի տրամադրեք միայն աշխատելու։ Հավատացեք ինքներդ ձեզ։ Կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է լավ սերտել։ Բոլորն են ձգտում իմաստնության, անկախության եւ ինքնավստահության հասնել, սակայն երբեմն մոռանում են, որ իմաստնությունը երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձն է։ Այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր է, քանի որ այն ամենաարժեքավոր գիտելիքներն են տալիս։ Ահա իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է սերտել։ Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին։ Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, եւ մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին։ Սովորեք ապրել ներկա պահով։ Վախը պատրանք է։ Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր։ Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են։ Գնահատեք նրանց։ Մտածված արեք գնումները, որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք։ Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է։ Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ։ Կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն։ Սխալները դրական երևույթ են։ Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց, մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ։ Պետք է պատրաստ լինել եւ սխալվելուն, եւ սեփական սխալների վրա սովորելուն։ Ընկերությունը ուշադրություն է պահանջում։ Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը, ինչպես դեկորատիվ բույսը, եւ դա կփոխհատուցվի։ Ճամփորդեք եւ այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերեք։ Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում բազմոց գնել թե հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը։ Զայրույթի մասին մոռանալ է պետք։ Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել։ Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին։ Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ։ Տարիքն ընդհանրապես թիվ է։ 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում։ Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը։ Դժգոհությունը ցավ է պատճառում, ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից։ Գիրքը բարելավում է կյանքը, երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ եւ անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում։ Դուք միշտ չէ, որ իրավացի եք։ Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ։ Միշտ կա մեզնից խելացին։ Դա էլ կանցնի։ Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է։ Ժամանակը բուժում է, իսկ իրերը փոխվում։ Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում։
Կյանքն առանց նպատակների անիմաստ է։ Պարզապես անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, եւ սեփական կյանքը դրա շուրջ կառուցել։ Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է։ Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել։ Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում։ Կյանքը փոփոխական է եւ չարժե ընդդիմանալ։ Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց։ Հաճախ մենք ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ եւ չի կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը։ Ամեն ինչ հաղթահարելի է։ Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է։ Կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է։ Իրականում դուք ավելի իմաստուն եւ ուժեղ եք, քան պատկերացնում եք։ Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում։ Երախտապարտ եղեք նրանց, ովքեր ձեզ համար ինչ-որ բան են արել։ Ինքնագնահատականը շատ կարևոր արժեք է, ինքնասիրարվածության մասին չէ խոսքը, սակայն պետք է հիշել, որ ցանկացած մեկի կյանքում ամենակարևոր մարդը հենց ինքն է։ Սեփական անձի հանդեպ ազնվությունը ազատություն է։ Շատ կարևոր է սեփական անձի հանդեպ միշտ անկեղծ լինել եւ ինքնախաբեությամբ չզբաղվել։ Կյանքի նպատակ գտնելու համար գործել է պետք, այն ինքնաբերաբար չի ծնվում, անհրաժեշտ է բոլոր ճանապարհներով փնտրել այն։ Փոքր թվացող երևույթներն են շատ կարևոր։ Մարդիկ հաճախ կյանքից շատ ավելի մեծ հաջողությունների եւ ձեռքբերումների են սպասում, մոռանալով, որ դրանք բոլորը կախված են հազարավոր մանր եւ երբեմն աննկատ քայլերից։ Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում, իրականում կարծելով, որ ամեն ինչ գիտեք, նույնիսկ 1% գիտելիք չեք ունենում։ Ծերությունն անխուսափելի է, մարդիկ ծերանում են, եւ դա բնության օրենքն է։ Այն փոքրի շատ է դանդաղեցնելու միակ տարբերակը կյանքն իր ողջ հմայքով վայելելն է։ Ամուսնությունը փոխում է մարդկանց։ Մարդը, ում հետ ամուսնացել եք, կփոխվի ժամանակի ընթացքում, բայց դուք էլ կփոխվեք։ Թույլ մի տվեք, որ այդ փոփոխությունները բացասական լինեն։ Անհանգստություններն անիմաստ են։ Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե դա հարցի լուծման կտանի։ Անհանգստությունն անջատում է մարդկային ուղեղը, եւ նրանք այլևս ընդունակ չեն լինում որևէ բարդ հարց լուծել։ Հանձնարարված աշխատանքը պետք է լիարժեք կատարել։ Կյանքում շոշափելի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ջանք թափել եւ հույսը միայն սեփական անձի վրա դնել։ Երբեք ուշ չէ։ Ուշ լինելը միայն արդարացում է նրա համար, որի հանդեպ ձգտում չկա։ Սեփական նպատակներին հասնելու համար երբեք էլ ուշ չի լինում։ Գործել պետք է սեփական ցանկությունների համաձայն, պետք է ակտիվ լինել եւ չսպասել մինչեւ կյանքը ոսկոր նետի։ Հնարավոր է նրա համը բոլորովին էլ դուրեկան չլինի։ Անհրաժեշտ է ձեռբազատվել նախապաշարումներից։ Պետք չէ կարճել հասարակության կարծիքից կամ համոզմունքներից։ Պետք է բաց լինել ցանկացած հնարավորության կամ գաղափարի առջև։ Խոսքերը նշանակություն ունեն։ Նախքան խոսելը մտածեք։ Պետք չէ բառերը շռայլորեն օգտագործել մարդկանց վիրավորելու համար, քանի որ դրանից հետո հետդարձի ճանապարհ չի լինում։ Պետք է ապրել յուրաքանչյուր օրդ, ապրել եւ արժևորել։ Սերը ցանկացած հարցի պատասխանն է։ Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք։ Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը։ Կիսեք ձեր սերը եւ աշխարհն ավելի լավը դարձրեք։ Նյութի տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար հետևեք այս կանոններին։ Եթե խնդիրը լուծելի է, ուրեմն պետք չէ անհանգստանալ։ Եթե խնդիրը անլուծելի է, անհանգստանալը անիմաստ է։ Դալայ Լամա։ Անհաջողությունը ուղղակի եւս մեկ հնարավորություն է սկսել ամեն ինչ սկզբից, բայց ավելի իմաստուն կերպով։ Հենրի Ֆորդ։ Եթե նույնիսկ շատ տաղանդավոր եք եւ մեծ ուժեր եք ներդնում արդյունքների համար, որոշակի ժամանակ է պահանջվում։ Դուք երեխա չեք ունենա մեկ ամսում, թեկուզ եթե դրա համար հղիանա 10 կին։ Ուորեն Բաֆեթ։ Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է մարդու դուռը, սակայն մարդը շատ հաճախ այդ ժամանակ նստած է մոտակա գարեջրատանը եւ չի լսում թակոցները։ Մարկ Տվեն։ Աղքատ անհաջողակ, դժբախտ եւ վատառողջը նա է, ով հաճախ օգտագործում է վաղը բառը։
Ռոբերտ Կիոսակի։ Ես դա ուզում եմ, ուրեմն դա կլինի։ Հենրի Ֆորդ։ Դասը, որ քաղել եմ եւ առաջնորդվում եմ նրանով ամբողջ կյանքում, հետեւյալն է. փորձել, փորձել ու էլի փորձել, բայց երբեք չհանձնվելն է։ Ռիչարդ Բրենսոն։ Կյանքի մասին 20 խորհուրդ տարեց մարդկանցից, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը։ Վերջերս հետազոտողները մի հարցում են անցկացրել 60 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց մեջ։ Հարցման ընթացքում նրանք տվել են հետևյալ հարցը. Ինչ խորհուրդ կտայիք ժամանակակից երիտասարդությանը։ Առաջին հայացքից սա շատ պարզ հարց է, սակայն տարեց մարդկանց որոշ պատասխաններ չափազանց անկանխատեսելի էին։ Վերջի վերջո ավելի լավ է իմանալ եւ գործել հիմա, քան հասկանալ եւ զղջալ հետագայում։ Մարդիկ մշտապես ասում են, լավ աշխատանքն այն է, որից մենք ամեն օր հաճույք ենք ստանում։ Սա սխալ պնդում է։ Լավ աշխատանքն այն է, որը դուք կարող եք տանել առավելապես շատ աշխատանքային օրերին, եւ որը բավականաչափ եկամուտ է բերում ձեր ծախսերը հոգալու համար։ Գրեթե ոչ ոք չունի այնպիսի աշխատանք, որը վայելում է ամեն օր։ Տարիներն անցնում են ակնթարթի պես։ Մի ամուսնացեք երիտասարդ տարիքում։ Լիարժեք կյանք ապրեք, ճանապարհորդեք, գործեք։ Անկախ ձեր ֆինանսական վիճակից գումար հավաքեք եւ ճանապարհորդեք։ Քանի դեռ երեխաներ չունեք, անիմաստ ծախսեր մի արեք։ Պարզապես շատ վայրեր այցելեք եւ վայելեք կյանքը։ Ամեն ինչ շատ լուրջ մի ընդունեք։ Եթե նույնիսկ ինչ-որ պահերի ամեն ինչ անհույս թվա ձեզ, փորձեք ծիծաղել այդ իրավիճակի վրա եւ ավելի հեշտ կգտնեք ելքը։ Ընկերն այն մարդն է, ով կօգնի ձեզ, եթե նույնիսկ դուք զանգահարեք նրան ուշ երեկոյան կամ գիշերը։ Մնացածը պարզապես ծանոթներ են։ Ձեր կյանքի ամենակարևոր մարդը նա է, ով համաձայնել է իր կյանքը կիսել ձեզ հետ։ Մշտապես այսպես մտածեք ձեր կողակցի մասին։ Դուք չեք նկատի, թե ինչպես են մեծանում ձեր երեխաները, այդ իսկ պատճառով հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ։ Ոչ ոք չի մահացել այն ափսոսանքով, որ քիչ է աշխատել կյանքի ընթացքում։ Աշխատասեր եղեք, սակայն երբեք մի նախընտրեք աշխատանքը ընկերներին, ընտանիքին եւ ինքներդ ձեզ։ Ձեր կյանքը կարող է լինել կարճ կամ երկար, դա ոչ ոքի հայտնի չէ։ Ամեն պարագայում պետք է հոգ տանել առողջության մասին երիտասարդ տարիքից։ Եթե հոգնել եք ձեր կյանքից, կանգնեք, մտածեք ներկա պահի մասին։ Վայելեք այն ամենը, ինչ գեղեցիկ է եւ կարեւոր։ Խորը շունչ քաշեք, հանգստացեք եւ հասկացեք, որ ամեն ինչ հարաբերական է։ Կերեք եւ մարզվեք այնպես, իբրև թե հիվանդ եք, այդ կերպ դուք չեք հիվանդանա։ Միգուցե սա այնքան էլ էական չէ, սակայն ամեն օր մաքրեք ատամները, քանի որ փչանալու դեպքում դրանք մեծ խնդիրներ կառաջացնեն ձեզ համար։ Մի հետևեք բոլոր խորհուրդներին եւ բոլոր պատվիրաններին։ Դուք միշտ էլ կարող եք խորհուրդ հարցնել կամ շարժվել պատվիրաններով, սակայն փորձեք ձեր որոշումները կայացնել եւ ձեր կյանքն ապրել։ Իրերը պարզապես իրեր են։ Մի հետապնդեք նյութական արժեքներ։ Ժամանակը եւ իրադարձությունները ավելի կարեւոր են։ Այսօրվա վնասվածքները կհիշեցնեն իրենց մասին ծերության ժամանակ։ Հետևեք սեփական մարմնին, որպեսզի հետագայում չտանջվեք։ Գնահատեք յուրաքանչյուր պահը եւ մանրուքը։ Երիտասարդ տարիքում մենք ուզում ենք ամեն ինչ եւ ուզում ենք ստանալ այդ ամենը միանգամից։ Մենք անմահ չենք եւ այդ պարագայում լավագույնը, որ կարող ենք անել, յուրաքանչյուր ակնթարթը գնահատելն ու վայելելն է։ Հաղորդագրություններ գրելու փոխարեն զանգահարեք, այցելեք ծնողներին եւ վայելեք ամեն ինչը։ Վճարեք բոլոր վճարները եւ հեռու մնացեք պարտքերից։ Խանդը քանդում է ցանկացած հարաբերություն։ Վստահեք ձեր երկրորդ կեսին։ Եթե անիրագործելի երազանք ունեք, պետք է ամեն դեպքում փորձել այն կատարել, քանի որ տարիքի ընթացքում այն ավելի ու ավելի անիրագործելի կդառնա։ Երբ առաջին անգամ ինչ-որ մեկին հանդիպեք, հիշեք, որ նրա մասին ոչինչ չգիտեք։ Այո, դուք կիմանաք նրա ազգությունը, կտեսնեք, թե ինչ է հագել,
Սակայն այդ ամենը կարևոր չէ։ Այն կարծրատիպերը, որոնք կան ձեզ մոտ մանուկ հասակից, միայն սահմանափակում են ձեզ։ Այդ իսկ պատճառով դրանցից պետք է ազատվել։ Եվ 20-րդ. դուք ընդհանրապես մեկ կյանք ունեք։ Փորձեք ապրել այնպես, որ 60 տարեկանում չհասկանաք, որ կյանքի ընթացքում չեք իրագործել ձեր երազանքներից ոչ մեկը։ Նյութի տեքստը կարող ես կարդալ հոլովակի բնութագրի մեջ։ Երկար երջանիկ կյանք բոլորին։ Կյանքում նպատակներին հասնելու լավագույն խորհուրդները։ Ընդունված է համարել, որ կյանքում նպատակներին հասնելու լավագույն եղանակը բազմաթիվ հմտությունների տիրապետելն է։ Սակայն որքան էլ տարօրինակ է, երբեմն հին սովորություններից հրաժարվելն էլ ձեզ հաջողության է հասցնում։ Հրաժարվել այն սովորություններից, որոնք ձեզ շեղում են ձեր նպատակներից։ Դադարեք արդարանալ։ Եթե ձեզ հետ անհաջողություն է պատահել, մի փորձեք դրա համար մեղադրել ձեր մտերիմներին, ծանոթներին կամ աշխատակիցներին։ Դուք պետք է հասկանաք, որ հենց դուք եք կրում պատասխանատվություն ձեր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր բանի համար։ Եթե սկսում եք արդարացնել ինքներդ ձեզ, ապա խաբում եք ձեզ, իսկ դա ոչ մի կերպ ձեր կյանքն ավելի հաջողակ չի դարձնի։ Երկրորդ, ազատվեք պերֆեկցիոնիզմից։ Կատարելությունն անհասանելի է, եւ դրան հասնելուն ձգտելն ընդհանրապես ժամանակի անիմաստ վատնում է։ Ոչ ոք կատարյալ չէ, բայց ամեն մեկն էլ փոքր քայլերով կարող է հասնել մեծ հաջողությունների։ Փորձել ու դրան ձգտել, իհարկե, պետք է։ Դադարեք վախենալ։ Շատ մարդիկ չափից ավելի են թերագնահատում իրենց։ Նրանք լռում են քննարկումների ժամանակ, երբ ինչ-որ բան են ուզում ասել։ Նրանք երբեք ռիսկի չեն դիմում, վախենալով, որ իրենց հետ շատ վատ բան կլինի։ Այսպիսի վարքագիծը միշտ էլ կխոչընդոտի մարդու ողջ պոտենցիալի բացահայտմանը։ Վերացրեք բոլոր վախերը ձեր ճանապարհից եւ շեշտակի գնացեք երազանքին ընդառաջ։ Ազատվեք ամեն ինչ վերահսկելու սովորությունից։ Միևնույն է, դուք չեք կարող ամեն ինչ վերահսկել, եւ փորձել դա անել անօգուտ խնդիր է։ Դա ձեզ չի օգնի ավելի հաջողակ դառնալ, բայց ձեր կյանքում շատ սթրեսների համար դուռ կբացի։ Բացի դրանից կվշտացնի ու կհիասթափեցնի ձեզ։ Փոխեք ձեր կարծիքը։ Շատ մարդիկ ամբողջ կյանքում հավատարիմ են մնում ձևավորված միակ կարծիքին եւ ոչ մի ջանք չեն թափում ավելի շատ բան իմանալու կամ իրենց ունեցած պատկերացումները փոխելու համար։ Աշխատեք ավելի շատ գիտելիք եւ փորձ ձեռք բերել եւ հիշեք, որ միշտ էլ կարող եք ավելի իմաստուն դառնալ։ Հաջորդը, ձեր շրջապատից հանեք ձեր կյանքը թունավորող մարդկանց։ Աշխատեք ավելի շատ շփվել լավատես մարդկանց եւ նրանց հետ, ովքեր ձեզ հետ կլինեն ձեր երազանքի իրականացման ճանապարհին։ Դա ձեզ լրացուցիչ վստահություն կհաղորդի եւ կազատի սթրեսից։ Դադարեք հույսը դնել միայն հաջողության վրա։ Անկասկած բախտ ասվածը շատ մեծ դեր կարող է խաղալ հաջողության հասնելու ճանապարհին, բայց պետք չէ ձեռքերը ծալած սпасել նրան։ Եվ 8-րդ, դադարեք բոլորին այո ասել, երբ իրականում ցանկանում եք ոչ ասել։ Եթե դուք միշտ ամեն ինչի համաձայնում եք, դա նշանակում է, որ իզուր տեղն եք ծախսում ձեր ժամանակը, անելով այն, ինչ իրականում չեք ուզում անել։ Ձեր մեջ մերժելու ուժ եւ խիզախություն գտեք։ Նյութի տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Ներդաշնակություն ձեզ։ Հարուստ է նա, ով երջանիկ է իր ունեցածով, իմաստուն մտքեր կյանքի եւ հարստության մասին։ Բազմաթիվ խելացի մարդիկ առաջնորդվում են այս ոսկե կանոններով, որոնք այսօր ներկայացնում ենք։ Աշխատիր, քանի դեռ մոմը վառվում է, այլ խոսքերով ասած, քանի դեռ կարող ես, պետք է աշխատես։ Ժամանակդ զուր մի վատնիր։ Աշխատողներից ժամանակին վճարիր։ Ժամանակին վճարումը կարևոր կետ է գործատուի եւ աշխատակիցների հարաբերություններում, եւ դա անվիճելի է։ Իմացիր, թե ինչպես են ապրում աշխատողներդ, սա կարևոր է ցանկացած գործատուի համար։ Երբեք մի վիրավորիր ուրիշներին, մի ստրկացիր ուժեղի առաջ եւ մի նեղացրու թույլին։ Ամեն մարդ արժանի է երախտագիտության եւ համապատասխանաբար ամեն մի օգնություն անգին է։ Միշտ ողջունիր մարդկանց, բոլորին էլ հաճելի է, երբ իրենց նկատում են։ Կարողացիր ասել, սա ինձ պետք է, ավելորդ հպարտությունը հաճախ ողբերգության է բերում։
Լավ աշխատեցիր, պարգևատրիր քեզ։ Միայն աշխատանքին նվիրված կյանքը տխուր եւ ձանձրալի է։ Հավատարիմ եղիր ոչ թե երթումներին, այլ խոսքին։ Ասելիք չունես, լռիր։ Ասա այն, ինչ մտածում ես, բայց մի ասա այն ամենը, ինչ մտածում ես։ Ինչ որ մեկն ուզում է քեզ վնասել, առաջինը խփիր։ Մոռացիր մյուս այդը դեմ տալու մասին։ Նեղ օրերին մարդկանց փող տուր, եւ հետո այդ ամենը հետ կվերադառնա քեզ ավելի մեծ քանակությամբ։ Հարուստենա, ով երջանիկ է իր ունեցածով։ Թող հարազատներիդ հարստությունը քեզ համար այնքան թանկ լինի, որքան քո սեփականը։ Ինչպես պետք չէ սեփական կյանքը փչացնելու 5 տարբերակ։ Օգտվում եմ մեդիա մագեյեմից։ Հավանաբար մեզանից շատ քչերը կցանկանային փչացնել սեփական կյանքը, բայց շատ հաճախ փչացնում են, ընդ որում մեծամասամբ սեփական կամքով։ Համացանցում այսօր կարելի է գտնել բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես լուծել խնդիրները եւ ինչ անել, որպեսզի հասնեք այդ բաղձալի երջանկությանը։ Բայց չգիտես, թե ինչու ոչ ոք չի խոսում, թե ինչ անել դժբախտ դառնալու համար։ Միգուցե դուք ինքներդ եք այդ մասին չկասկածելով ամեն ինչ անում, որպեսզի երջանկությունը մոտ չկա։ Երբեմն օգտակար է կյանքին նայել այսպիսի տեսանկյունից։ Եվ այսպես սեփական կյանքը փչացնելու 5 տարբերակ։ Աշխատել չսիրված աշխատավայրում։ Եվ ինչ? Այն, որ դա ձեզ չի թողնում աճել եւ զարգանալ, եւ դուք այդպես էլ չկարողացաք գոլեգաների հետ ընդհանուր լեզու գտնել, իսկ աշխատավարձն էլ հազիվ է հերիքում ապրելու համար։ Մի կողմ թողնել բոլոր զբաղմունքները։ Դադարեք այցելել մարզասրահ, փորձարկումներ անել խոհանոցում, փազլ հավաքել կամ սվիտեր գործել։ Եթե ազատ րոպե ունեք, պառկեք բազմոցին եւ անմտածված փոխեք հեռուստացույցի ալիքները։ Ցանկանալ դուր գալ բոլորին։ Բոլորին դուր գալն անհնար է, այնպես որ սա ճշմարիտ ճանապարհն է դեպի ձախողումներ եւ անհաջողություններ։ Եթե ձեր գործողություններն ու մտքերը ուղիղ կախվածության մեջ են գոլեգաների, ընկերուհիների, ծնողների եւ այլ մարդկանց կարծիքներից, կյանքի ներդաշնակության ձեզ չի հաջողվի հասնել։ Փչացնել հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են։ Դուք ունեք հոգատար ընտանիք, լավագույն ընկեր, սիրելի մարդ եւ հրաշալի ղեկավար, որոնց ներկայությամբ ձեզ լավ եւ հարմարավետ եք զգում։ Չէ, այդպես չի լինի։ Հիշեք բոլոր մանր-մունր վիրավորանքներն ու վեճերը։ Բծախնդրություն ցուցաբերեք մանրուքների հանդեպ։ Գտեք մտերիմների մեջ թերություններ եւ անպայման նրանց հետ խոսեք բարձր տոնայնությամբ։ Բնականաբար հասկանում եք նյութի շեշտադրումները, որ ինչ չի կարելի անել։ Եվ 5-րդ՝ մեղադրել։ Սկսելով բողոքել կյանքից, անպայման մեղավոր գտեք։ Չար ղեկավարը, իշխանությունները, ծնողները, հասարակությունը, ահա ձեր բոլոր դժբախտությունների մեղավորները։ Եվ վերջում ամենակարևոր խորհուրդը՝ ոչ մի դեպքում չսիրեք, չգովեք եւ երես չտաք ձեզ։ Այդժամ ձեզ անպայման կհաջողվի լրացնել նրանց շարքերը, ովքեր վստահ են, որ շրջապատող աշխարհը իրենց հանդեպ թշնամաբար է տրամադրված։ Շամանների 30 կարևորագույն խորհուրդները։ Ահա 30 խորհուրդ շամանների կողմից կյանքի այն նշանների մասին, որոնք անհրաժեշտ է նկատել։ Երբ քայլում եք փողոցով եւ հանդիպում եք փետուրի, վերցրեք այն եւ տարեք տուն։ Կարող եք այն դնել մի ափսեի մեջ կամ կախել, կամ էլ կարող եք պարզապես դնել պահարանի վրա։ Փետուրը հզոր թալիսման է, ուղարկված երկնքից։ Գետերից քարեր հավաքեք, դրանք մեծ ուժ ու էներգիա ունեն։ Ձեր ամբողջ ուժով փորձեք օգնել մարդկանց։ Երազանքին մոտենալու համար երբեմն բավական է միայն առաջին քայլը։ Մի վախեցեք դժվարություններից, դրանք միշտ կան ու կլինեն։ Ձեզ համար առաջնային բարոյական սկզբունք պետք է լինի ուրիշներին վնաս չպատճառելը։ Երբ դուք այլ մարդկանց համար դառնաք երջանկության աղբյուր, այդ ժամանակ կդառնաք աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Օրվա մեջ գոնե 1 ժամ տրամադրեք լռությանը։ Սիրելու կարողությունն աշխարհի բոլոր հմտություններից ամենավեհն է։ Կարողացեք սիրել բոլորին։ Մի նետեք աղբը ջրի մեջ, ջրի հոգին կարող է բարկանալ։
վերջինիս սիրաշահելու համար ջրի մեջ նետեք հաց, կաթ, մետաղադրամներ։ Սովորաբար մենք մեր անցյալն անվանում ենք ոսկե ժամանակ, դա սխալ է։ Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր նոր եկած ակնթարթն է հենց այդ ոսկե ժամանակը։ Չկա բացարձակ կրոն ու հավատք, Աստված մեկն է, այնպես որ ում ուզում եք աղոթեք, բայց պետք է հիշել մի քանի կարևոր պատվիրաններ, ապրել խղճի թելադրանքով, հարգել նախնիների հիշատակը, սիրել։ Եթե ունեք աշխարհը փոխելու նպատակ, նախ եւ առաջ փոխեք ինքներդ ձեզ։ Մի շատ լավ ասացվածք կա. օգնողի ձեռքը չի աղքատանում։ Ձեր հնարավորության չափով փորձեք գումար տալ կարիքավորներին ու աղքատներին։ Ու կարևոր չէ գումարի չափը։ Կարևոր է բուն գործընթացը։ Կյանքը չափազանց կարճ ժամանակահատված է։ Մի ծախսեք այն վեճերի, ալկոհոլի ու արցունքների վրա։ Դուք կարող եք բարիք գործել։ Եթե ձեր սիրելին բարկանում է ձեզ վրա, սակայն դուք մեղավոր չեք, պարզապես գրկեք նրան ամուր եւ նա կհանգստանա։ Եթե դուք հոգեպես վատ վիճակում եք եւ զգում եք թուլություն, ապա պարզապես երգեք։ Միշտ հիշեք, որ չկա առավել ճշմարիտ կրոն, առավել ճշմարիտ հավատք ու առավել խելացի քահանաներ։ Աստված մեկն է, նա լեռան գագաթն է, իսկ հավատքն ու կրոններն այդ գագաթին հասնելու ճանապարհներն են։ Եթե որոշել եք ինչ-որ բան անել, մի կասկածեք ձեր ուժերին։ Հիշեք մի շատ կարևոր բան. մարդ միշտ արժանանում է նրան, ինչին արժանի է։ Կյանքը կարող է ձեր դիմաց կանգնել երես առ երես, կամ էլ այլ տեղով, բայց քչերն են հասկանում, որ հենց իրենք անձամբ են պտտում կյանքը։ Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, նախ եւ առաջ ինքդ հարգիր դիմացինիդ։ Կյանքի 10 պարզորենք, մի նվնվացեք ու հրաժարվեք բողոքելու գործընթացից։ Եթե խոստացել ես զանգել, զանգիր։ Եթե ուշանում եք, հնար գտեք զգուշացնել այդ մասին։ Մի ծիծաղեք ուրիշի երազանքների վրա։ Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր ձեզ դավաճանել են։ Ծնողների հետ շատ ժամանակ անցկացրեք։ Պահը, երբ նրանք չեն լինում, միշտ անսպասելի է գալիս։ Համեստությունը քաղաքներ է նվաճում, հաճախ օգտվեք դրանից։ Կարողացեք ընդունել ձեր սխալները։ Հրաժարվեք բողոքելու սովորությունից։ Անգամ լուրջ վեճի դեպքում մարդկանց մինչև հոգու խորքը մի վիրավորեք, դուք կհաշտվեք, բայց բառերը դեռ երկար կհիշվեն։ Ճիշտն ասեք եւ ստիպված չեք լինի ամեն ինչ հիշել։ Ձեր բառապաշարից հանեք այս բառերը եւ կտեսնեք ինչպես է փոխվում ձեր կյանքը։ Ոչ միայն ձեր մտքերն են ազդում ձեր խոսքերի վրա, այլև հակառակը։ Փորձեք ձեր բառապաշարից հանել անպետք բառերը եւ ձեր կյանքը կփոխվի։ Ահա թե որ բառերից է պետք սկսել։ Պարտք։ Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չեք եւ ձեզ ոչ ոք պարտք չէ։ Սիրեք, որովհետեւ սիրում եք, ոչ թե որովհետեւ պարտական եք։ Որևէ մեկի մասին հոգ տարեք, որովհետեւ ուզում եք, ոչ թե որովհետեւ պարտավոր եք։ Ինչ որ բան արեք, որովհետեւ դուք ընտրել եք եւ ուզում եք դա անել, ոչ թե որովհետեւ պարտավոր եք։ Որքան հաճախ եք այս բառն արտաբերում, այնքան ձեզ սահմանափակում եք։ Փորձեք պարտավորեմի փոխարեն ասել բադ չէր լինի, հրաշալի կլիներ եթե, կամ ես ուրախ կլինեմ, եթե դու դա նախընտրես, եւ այլն։ Մեղք, մեղավոր եմ։ Ոչ ոք ոչնչում մեղավոր չէ, այդ թվում դուք։ Դադարեք ձեզ եւ ուրիշներին ինչ որ բանում մեղադրել։ Սխալներ եւ մեղքեր չկան, միայն փորձ կա։ Խղճալ, խղճահարություն, ափսոսանք։ Այս բառերը միայն խղճահարություն են առաջացնում։ Երբ ձեզ խղճում եք, ձեզ զոհ եք զգում, այդպիսին էլ դառնում եք։ Երբ ուրիշներին եք խղճում, խրախուսում եք նրանց զոհի վիճակը,
Խղճալ կարելի է միջատին, իսկ մտերիմ մարդկանց ապրումակցում են։ Զոհ, զոհել։ Զոհի հետ կապված հարցն արդեն պարզ է, սակայն երկրորդ բառն ավելի հաճախ է կիրառվում։ Ես զոհեցի, զոհաբերություն։ Դադարեք զոհել։ Զոհը ոչ մի լավ բանի չի բերում։ Մի զոհաբերեք, աջակցեք։ Ինչու զոհաբերել, եթե կարելի է նվիրել։ Կարեկցանք։ Երբ կարեկցում եք, դուք էլ եք ընկնում ուրիշի տառապանքների ցանցը, նրան ոչնչով չօգնելով եւ ավելացնելով, այսպես ասած, ընդհանուր տառապանքը։ Մի կարեկցեք, ապրումակցեք։ Ջանալ, վատ բառ, որը թույլ է տալիս վերացնել սեփական կյանքի համար պատասխանատվությունը։ Մի ջանացեք, այլ արեք եւ հավատացեք։ Նյութի տեքստային տարբերակը կարող է գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Մարդիկ, որոնց հարկավոր է վտարել ձեր կյանքից։ Կան մարդիկ, որոնք վնասում, թունավորում են մեր կյանքը, ավելորդ անհարմարություններ ստեղծում, կամ ուղղակի խլում մեր կենսական էներգիան։ Նրանց անվանում են նաև տոքսիկ մարդիկ։ Այդպիսի մարդկանց պետք է վտարել կյանքից։ Ահա մի քանի օրինակ, թե ինչ վնաս են մեզ հասցնում այդպիսի մարդիկ։ Հարաբերություններում նրանք խնդրում եւ վերցնում են շատ ավելին, քան տալիս են։ Նրանք եսասեր են եւ ուրիշներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ դա ինչ-որ եսասիրական նպատակ է հետապնդում։ Նրանք միշտ պետք է ճիշտ լինեն, նույնիսկ ոչնչի մասին զրույցներում։ Այլ շրջապատում նրանք այլ պահվածք են դրսևորում, քան երբ առանձին եք։ Նրանք ակնթարթորեն կերպարանափոխվում են։ Հիասքանչ մարդը հանկարծ կարող է չար կամ սառը դառնալ առանց ակնհայտ պատճառի։ Նրանք ձեր մտերիմ ընկերներին տրամադրում են միմյանց դեմ կամ փորձում են ձեզ համոզել, որ այլևս ոչ ոքի չի կարելի վստահել։ Նրանք պարբերաբար ստում են եւ չեն ընդունում դա։ Նրանք կարող են մարդկանց մոլորության մեջ գցել եւ խնամքով թաքցնել իրենց թերությունները։ Նրանք երբեք մեղավոր չեն եւ միշտ զոհի դերում են։ Դուք անընդհատ ցանկանում եք փրկել կամ ուղղել այդ մարդկանց։ Դուք արդարացնում եք նրանց պահվածքը։ Նրա կողքին ձեզ դատարկված եք զգում, երբ չգիտեք, թե նրանք ինչպես կարձագանքեն, եւ միշտ ստրեսի մեջ եք նրանց կողքին։ Դուք փորձում եք խուսափել իրավիճակներից եւ թեմաներից, որոնք կարող են նեղացնել նրանց։ Բազմիցս զգացողություն եք ունենում, որ չեք ճանաչում նրանց։ Ձեզ մեղավոր եք զգում, երբ նրանք կանտրամադիր են, չնայած չեք կարողանում հասկանալ, թե ինչն եք սխալ արել։ Երբեք չգիտեք, թե երբ են նրանք ճիշտն ասում, երբ ոչ։ Օգտվում է News Arm Blog AM կայքից։ Մեր կյանքում ոչ ոք պատահական չի հայտնվում եւ ոչինչ պատահական չի լինում։ Կյանքում պատահականություններ չեն լինում։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, պատահական չէ։ Փոփոխություններն օգնում են հասկանալ, թե որքանով ենք կարողանում կառավարել մեր կյանքը։ Ոչ ոք պատահական չի հայտնվում մեր կյանքում։ Դա ունի իր նպատակը։ Նրանք օգնում են շատ բան հասկանալ եւ դասեր քաղել կյանքից։ Երբեմն մեզանից շատերն ափսոսում են այն լավ տարիները, որ նվիրել են անարժան մեկին, ով ցավից ու տառապանքից ոչինչ չի տվել մեզ։ Պարզապես պետք է գիտակցել, որ այդ ցավոտ բացասական փորձը օգտակար էր նրանով, որ այն փոխել է մեզ։ Այն մեզ օգնել է դառնալ այնպիսին, ինչպիսին որ ենք այսօր, ավելի խելացի եւ ուժեղ։ Նրանք բոլորը, ովքեր հայտնվում են մեր կյանքում, իրենց հետքն են թողնում։ Նպաստում են մեր անձնային աճին ու զարգացմանը։ Ցանկացած նոր ծանոթության հետ մեր կյանքը փոխվում է։ Որոշ մարդիկ հայտնվելով մեր կյանքում ոգեշնչում են մեզ, օգնում են դառնալ ավելի ուժեղ եւ պատրաստում են մեզ նոր փորձությունների, իրենք էլ չգիտակցելով դա։ Մեկը գալիս է մեր կյանք, որպեսզի ավերի այն ամենը, ինչ ունենք։ Այդ մարդիկ մեզ տառապանք ու ցավ են պատճառում եւ այդ վերքերը չեն լավանում։ Բայց հենց այդ մարդկանց շնորհիվ մենք ուժեղանում ենք ու վեր ենք հառնում մոխիրներից։
Կան մարդիկ, որոնք մեր կյանք են մտնում այն ժամանակ, երբ նրանց չենք սպասում, եւ հետագայում հասկանում ենք, որ նրանք գալիս են մեր կյանք մեր կորսված հույսն ու հավատը վերականգնելու համար։ Նրանք մեզ վերադարձնում են սիրո ու ջերմության նկատմամբ հավատը։ Նրանք լույս են բերում մեր կյանք ու լուսավորում են այն խավարը, որը պատել էր մեր կյանքը։ Մի ափսոսացեք նախկինում կատարված որոշումների համար։ Այդ որոշումը կայացնելու պահին դա եղել է ճիշտ որոշում։ Այդ որոշման արդյունքում դուք ընտրել եք այն ուղին, որով գնում եք։ Հիշեք, մեր կյանքում ոչ ոք պատահական չի հայտնվում, եւ ոչինչ պատահական չի լինում։ Մի ամբողջ կյանքի իմաստություն պարունակող խորիմաստ մտքեր։ Կայարաններն ավելի անկեղծ համբույրներ են տեսել, քան զաքսերը, ու հիվանդանոցներն ավելի անկեղծ աղոթքներ են լսել, քան եկեղեցիները։ Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, մեզ չէին թողնի դրանց մասնակցել։ Մարկ Տվեն։ Ամենահուսալի թեստը լողավազանն է։ Եթե կինը վախենում է լողավազանում թռչել մազերը, որպեսզի չփչացնի սանրվածքը, ապա փախեք։ Եթե ծիծաղելով թռչում է ջուրը, թռեք նրա ետևից։ Ֆրեդերիկ Բեգբեդեր։ Սիրում եմ անձրևը, այն բերում է իր հետ երկնքի բույրը։ Մակոտո Սինկայ։ Պետք է կարողանալ փակել ձանձրալի գիրքը, դուրս գալ վատ ֆիլմից ու բաժանվել այն մարդկանցից, ովքեր չեն գնահատում ձեզ։ Ալեքսանդր Գրին։ Աշխատել պետք է ոչ թե օրը 12 ժամ, այլ խելքով։ Սթիվ Ջոբս։ Լավ մարդուն չի կարող փչացնել ոչ փողը, ոչ իշխանությունը, որովհետև եթե դուք իրոք լավ մարդ եք, դուք չեք ունենա ոչ մեկը, ոչ մյուսը։ Մարդիկ կվիճեն հավատքի պատճառով, գրքեր կգրեն դրա մասին, կկռվեն եւ կմեռնեն դրա համար, բայց երբեք չեն ապրի դրանով։ Չարլզ Կոլտոն։ Մարդկանց միշտ չէ, որ խորհուրդներ են պետք, երբեմն նրանց պետք է ձեռք, որը կօգնի, ականջ, որը կլսի, եւ սիրտ, որը կհասկանա։ Բոբ Մարլի։ Եթե կարողացել եք ընկերներ մնալ բաժանումից հետո, ուրեմն կամ մինչև հիմա սիրում եք իրար, կամ երբեք էլ չեք սիրել։ Աշխարհի բոլոր կանայք սպասում են տղամարդկանցից ինչ-որ արարքներ, եւ միայն եզակիներն են նկատում եւ գնահատում մանրուքները։ Հենց այդ կանայք են ամենաերջանիկները։ Սերժ Գուդման։ Ծաղկաքաղը կազմել էր Blog News-ը։ Երջանիկ եղեք։ Միլիարդատեր Սթիվ Ջոբսի վերջին բառերը ստիպում են մտածել կյանքի իմաստի մասին։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը մահացավ 56 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Եվ ահա նրա վերջին բառերն էին. Ես ասել եմ հաջողության գագաթնակետին գործարար աշխարհում, եւ ուրիշների աչքերում իմ կյանքը հաջողության մարմնացումն է, սակայն բացի աշխատանքից ես քիչ ուրախություն ունեմ։ Վերջի վերջո հարստությունը պարզապես փաստ է, որին ես սովորել եմ։ Այս պահին, երբ ես հիվանդ վիճակում պառկած եմ անկողնում ու հիշում եմ իմ ողջ կյանքը, ես հասկանում եմ, որ իմ ունեցած ողջ ճանաչումն ու հարստությունն անմիտ են ու զուրկ որևէ իմաստից, անխուսափելի մահվանն ընդառաջ։ Երբ մթության մեջ ես նայում եմ կենսապահովման սարքի վրա վառվող կանաչ լույսին եւ լսում բնորոշ մեխանիկական ձայնը, ես զգում եմ մահվան մոտալուտ գալը ու Աստծո շնչառությունը։ Այժմ, երբ մենք բավականաչափ փող ունենք, ժամանակն է մտածել կյանքում բոլորովին այլ հարցերի մասին, որոնք հարստության հետ որևէ կապ չունեն։ Դուք կարող եք ինչ-որ մեկին վարձել, որ ձեր փոխարեն մեքենա վարի, բայց դուք ձեր ողջ փողերով հանդերձ չեք կարող որևէ մեկին վարձել, ով ձեր փոխարեն կկրի այդ հիվանդությունը։ Կարելի է գտնել եւ գնել նյութական բաներ, բայց կա մի բան, որ չի կարելի գտնել ու գնել, երբ այն կորսված է։ Չի կարելի գնել կյանքը։ Ձեզ երես տվեք եւ հարգեք ուրիշներին։ Որքան մենք մեծանում ենք, այնքան ավելի խելացի ենք դառնում եւ աստիճանաբար հասկանում ենք, որ $30 արժողությամբ ժամացույցն ու այն մեկը, որ $300 արժե, միևնույն է, ժամանակն են ցույց տալիս։ Հետներս $30 դրամապանակ կվերցնենք, թե 300 մեկ է։
քանի որ երկուսն էլ նույն քանակի գումար են տեղավորում իրենց մեջ։ Կերթևեկենք մենք $150,000 արժողությամբ ավտոմեքենայով, թե 30,000-անոցով, ճանապարհն ու տարածությունը միատեսակ են, եւ մենք միատեսակորեն ենք հասնում նշանակված վայրին։ Եթե մենք $300 արժողությամբ խմիչք խմենք կամ $10 գինի, հաճույքը միևնույնը կլինի։ 300 քառակուսի մետր մակերեսով տանը մենք նույնքան միայնակ ենք, որքան 3000 քառակուսի մետրանոցում։ Ձեր իրական ներքին երջանկությունն այս աշխարհի նյութական բաներից չի գալիս։ Եթե դու թռչում ես բիզնես դասով կամ էկոնոմով ու ինքնաթիռն ընկնում է, ապա դու էլ հետն ես ընկնում։ Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան։ Հնարավոր է ինչ-որ մեկի համար դրանք հարաբերություններն են, ուրիշների համար արվեստը կամ մանկական երազանքները։ Հարստության հետևից անընդհատ վազքը մարդուն վերածում է խամաճիկի։ Դա նաև ինձ հետ պատահեց։ Աստված մեզ զգացմունքներով է օժտել, որ մենք կարողանանք մեր մտերիմներին մեր սիրո մասին պատմել։ Հարստությունը, որ ես կուտակել եմ իմ կյանքում, ես ինձ հետ տանել չեմ կարող։ Այն, ինչ ես ինձ հետ կտանեմ, սոսկ սիրո հետ կապված հիշողություններն են։ Ահա իսկական երջանկությունը, որը պետք է ձեզ հետևի, ուղեկցի, ձեզ առաջ գնալու հույսեր տա։ Սերնունակ է հաղթահարել հսկայական տարածություններ, կյանքը սահմաններ չունի, հասեք այն բարձունքներին, որոնց ձգտում եք, գնացեք այնտեղ, ուր ձեր սիրտն է կանչում, այդ ամենը ձեր ձեռքերում է։ Մեր բաց թողած նյութական բաները դեռ կարելի է գտնել, աշխատել, վաստակել, փնտրել ու գտնել, բայց կա մի բան, որը երբեք չես գտնի, եթե այն կորցրել ես, դա կյանքն է։ Կարևոր չէ, թե դուք հիմա քանի տարեկան եք եւ ինչի եք հասել։ Մեզ բոլորիս համար էլ վրա է հասնելու այն օրը, երբ վարագույրը իջնի։ Ձեր գանձն ընտանիքի, սիրելիի, մտերիմների, ընկերների հանդեպ սերն է։ Պահպանիր քեզ եւ հոգ տար ուրիշների մասին։ Եվ այսպես, հուսով եմ դուք հասկանում եք, որ երբ դուք ընկերներ ունեք կամ ինչ որ մեկը ում հետ կարելի է խոսել, ապա դա իսկական երջանկություն է։ Ձեր երեխաների մեջ մի դաստիարակեք հարուստ լինելու ձգտումը։ Դաստիարակեք նրանց այնպես, որ նրանք ձգտեն երջանիկ լինել։ Դրա համար էլ, երբ նրանք մեծանան, նրանք կիմանան իրերի արժեքը, այլ ոչ թե գինը։ Կերակուրը կերեք դեղի պես, հակառակ դեպքում դուք դեղը կուտեք սնունդի պես։ Նրանք, ովքեր ձեզ սիրում են, երբեք ձեզ չեն լքի, նույնիսկ եթե նրանց ձեզնից հրաժարվելու 100%-անոց պատճառ ունենան։ Նա միշտ մի հաստատուն պատճառ կունենա ձեզ չլքելու։ Մեծ տարբերություն կա մարդ լինելու ու մարդկային լինելու միջև։ Եթե դուք ուզում եք արագ գնալ, գնացեք միայնակ, սակայն եթե դուք ուզում եք հեռուն գնալ, գնացեք միասին։ Ոսկե բառեր, որոնք արժե հաճախ լսել, գնահատեք կյանքը եւ ձեր մտերիմներին։ Օգտվում է 168 AM-ից։ Մի ապրեք այնպես, ասես հավերժեք ապրելու։ Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ հոգեթերապևտից։ Հավանաբար մեզնից շատերը կցանկանային ծնվելիս նվեր ստանալ մի տեղեկատու, որը հետագա մեր ողջ կյանքի ընթացքում կօգներ մեզ ապրել անհոգ եւ երջանիկ։ Բայց ցավոք մենք ամեն ինչ ստիպված ենք լինում ճանաչել եւ իմանալ սեփական փորձով։ Եթե պատրաստ չենք լսել նրանց իմաստուն խորհուրդները, ով իր կյանքում արդեն իսկ անցել է որոշակի հանգամանքների միջով։ Երբեք ուրիշների ուսերի վրա մի դրեք պատասխանատվություն այն բանի համար, ինչ կատարվում է ձեր սեփական կյանքում։ Հասկանալի է, որ գայթակղությունը մեծ է, բայց խնայեք ինքներդ ձեզ։ Միայն այն պահին, որ դուք ձեր մեջ իսկապես կընդունեք, ես իմ հեղինակն եմ իմ սեփական անհաջողությունների եւ արարիչն իմ ձեռքբերումների որոշումը, դուք իսկապես հզոր ուժ կստանաք։ Ընդունեք այն փաստը, որ անցյալն արդեն չես փոխի, այն ավարտվել է։
Մենք կարող ենք ազդեցություն ունենալ միայն մեր ապագայի վրա, որն ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչ ենք անում մենք հիմա, կոնկրետ ներկա յուրաքանչյուր րոպեին։ Մի սպասեք, որ ապագան ժպտալու է ձեզ։ Արեք այնպես, որ նա կարողանա ժպտալ ձեզ։ Ազատվեք այն պատրանքից, թե դուք կարող եք փոխել այլ մարդկանց։ Ենթագիտակցորեն մենք բոլորս էլ տառապում ենք այդ միամիտ մոլորությամբ, իսկ արդյունքում տառապում ենք բառի ուղիղ իմաստով։ Մարդկանց փոխում են միայն հանգամանքները, մնացած ամեն բան միայն ընկալման խաբկանք է։ Թույլ տվեք նրանց ուրիշ լինել, տարբերվել, եւ ինչ որ պահի դուք դրանից կսկսեք անգամ հաճույք ստանալ։ Ուրիշներին մենք ուժեղ ենք պետք։ Թույլ, հոգնած, տառապած, դժբախտ լինելով մենք ոչ ոքի պետք չենք։ Եթե նրանք այնպես են ցույց տալիս, որ գործերն ինչ որ այլ կերպ են ընթանում, ապա ձեզ պարզապես մոլորության մեջ են գցում։ Կուլ մի տվեք խայծը։ Համաձայնեք այս կանոնի բացարձակության հետ։ Շունչ քաշեք, ձեզ թափ տվեք եւ կհասկանաք, որ վշտանալու առիթ չկա։ Բոլոր մեր գործողություններն ունենում են որոշակի հետևանքներ, եւ ըստ էության մենք միշտ ընտրում ենք ոչ այն, ինչ մենք անելու ենք, այլ այն, թե ինչ է լինելու մեր գործողության արդյունքում։ Այդ պատճառով էլ մինչև ինչ որ հիմարություն անելը լավ մտածեք դրա հետևանքների մասին, եւ այդ ժամանակ ձեր հետագա կյանքում հիմարություններ ավելի քիչ կանեք։ Մի ապրեք այնպես, ասես հավերժ եք ապրելու։ Մեզնից յուրաքանչյուրն էլ մի օր մահանալու է։ Դա անխուսափելի բժշկական փաստ է։ Կարելի է իհարկե դրա պատճառով տառապել եւ տանջվել, սակայն կարելի է նաեւ ինքդ քեզ վրա ուժ գործադրել ու չմտածել դրա մասին մեկընդմիշտ։ Մի ապրեք այնպես, ասես հավերժ եք ապրելու, եւ մի ապրեք այնպես, ասես վաղն եք մեռնելու։ Իմաստավորեք այս երկու պնդումները, եւ դուք կգտնեք երջանիկ ապրելու ձեր սեփական բաղադրատոմսը։ Արեք այն, ինչ ներքուստ կարևոր եք համարում։ Եթե ձեզ մտահոգում են կյանքի իմաստի շուրջ մտորումները, հավանական է, որ պարզապես ձեզ մոտ ընկճախտ է սկսվում։ Կարևոր է ոչ թե կոնկրետ կյանքի իմաստը, այլ իմաստավորված ապրելու զգացողությունը։ Արեք այն, ինչ իսկապես ներքուստ կարևոր եք համարում։ Մի մոռացեք ինքներդ ձեզ ասել այդ մասին։ Եվ մի ընկեք հաջողության հետևից, որովհետև եթե դուք իսկապես անում եք այն, ինչ կարևոր եք համարում, հաջողությունն ինքը կընկնի ձեր հետևից։ Երբեք ձեր ժամանակն ու ուժերը մի վատնեք նրանց վրա, ով ձեր նկատմամբ անտարբեր է, եւ նրանց վրա, ովքեր ձեզ չեն սիրում։ Այս աշխարհում շատ մարդիկ կան, որոնց հետ կյանքն ապրելն ուրախություն է պարգևում։ Պարզապես պետք չէ լինել փակ ու կասկածամիտ։ Հավատացեք, որ բաց ու բարի լինելով դուք ոչինչ չեք կորցնում։ Նյութի տեքստը կարող ես գտնել հոլովակի բնութագրի մեջ հղմանը սեղմելով։ Ներդաշնակություն քեզ։ Մի մոռացեք զանգել մայրերին։ Արևելյան իմաստունների կյանքի դասերը։ Արևելյան իմաստունների կյանքի դասերը միշտ էլ շատերին են հետաքրքրել։ Արևելյան իմաստուններից մի քանի խորհուրդ ենք ներկայացնում։ Մարդկանց տվեք ավելին, քան նրանք արժանի են, եւ արեք դա մեծ ուրախությամբ։ Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք։ Մի ծախսեք մինչև վերջ։ Մի քնեք այնքան, որքան ցանկանում եք։ Երբ ասում եք ես քեզ սիրում եմ, անկեղծ եղեք։ Երբ ասում եք ցավում եմ, նայեք դիմացինի աչքերին։ Ամուսնության առաջարկությունն արեք ամենաքիչը հարսանիքից 6 ամիս առաջ։ Հավատացեք սիրուն առաջին հայացքից։ Երբեք մի ծիծաղեք մեկ ուրիշի երազների կամ երազանքների վրա։ Սիրեք խորապես եւ կրքոտ, դա կյանքը լիարժեք ապրելու միակ տարբերակն է։ Մարդկանց մի դատեք նրանց բարեկամներով։ Խոսեք դանդաղ եւ մտածված, սակայն մտածեք արագ։ Երբ որևէ մեկը այնպիսի հարց կտա, որին չեք ցանկանա պատասխանել, հարցրեք. ինչու է դա ձեզ հետաքրքրում։ Մի մոռացեք զանգել մայրերին։ Երբ պարտվում եք, մի մոռացեք սերտել այդ դասը։ Հիշեք 3 սկզբունք. հարգեք ձեզ, հարգեք ուրիշներին, պատասխան տվեք ձեր արարքների համար։
Թույլ մի տվեք փոքրիկ վեճին կործանել մեծ ընկերությունը։ Որոշակի ժամանակահատված առանձնացրեք ինքներդ ձեզ հետ եւ խորհեք։ Բաց եղեք, սակայն ձեռքից բաց մի թողեք ձեր արժեքներն ու սկզբունքները։ Հիշեք, երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է։ Ավելի քիչ դիտեք եւ ավելի շատ կարդացեք։ Կարդացեք ենթատեքստերը։ Կիսվեք ձեր գիտելիքներով, դա անմահության հասնելու միակ միջոցն է։ Աղոթեք, դրանում է զորությունը։ Կարդացեք կանոնները, բայց երբեմն խախտեք որոշ կանոններ։ Մի խառնվեք մյուսների գործերին։ Տարին մեկ անգամ մեկնեք այնտեղ, որտեղ չեք եղել։ Հիշեք, երբեմն ցանկալի ինչ ստանալը հենց հաջողությունն է։ Նյութի տեքստային տարբերակը կարող է գտնել հոլովակի բնութագրի մեջ։ 5 բան, որ կկործանան յուրաքանչյուր կնոջ կյանք։ Շատ հոգեբաններ համաձայնում են այն մտքի հետ, որ կնոջ գլխավոր թշնամին հենց ինքն է։ Ձեր կյանքը դեպի լավը փոխելու համար դուք պետք է դադարեք անել այս 5 բաները, այլապես մեծ է ռիսկը, որ երբեք չեք կարողանա դուրս գալ փոսից։ Միշտ այո ասել։ Դուք պարտավոր չեք անել այն, ինչ ձեզանից պահանջում է հասարակությունը։ Եթե այն ամենը, ինչ ցանկանում եք, պարկել անկողնում եւ սերիալներ դիտելն է, խիզախորեն ծախսեք ձեր հանգստյան օրերը հենց դրա վրա։ Ընկերների հետ կարող եք հանդիպել մեկ ուրիշ օր։ Ինքդ քեզ ոչ ասել։ Երբեք մի մտածեք, որ դուք այս կյանքում ինչ-որ բանի արժանի չեք։ Թույլ տվեք ձեզ այն ամենը, ինչ սիրտն ուզում է, եւ հավերժ մոռացեք հետեւյալ արտահայտությունը. լավ աղջիկները նստում են տանը։ Քննադատել սեփական մարմինը։ Դադարեք ձեր արտաքինում թերություններ փնտրել եւ սեփական մարմինը համարել ոչ իդեալական։ Դա կարող է բարդ հոգեբանական խնդիրների հանգեցնել։ Համեմատել սեփական կյանքը ինչ-որ մեկի կյանքի հետ։ Հավատացեք սեփական ուժերին, մի նայեք ուրիշներին, մի փորձեք պատճենել ուրիշինը։ Եվ 5-րդ, աշխատավայրում հաջողության հասնելուց մեղքի զգացում ապրել։ Երբեք մի կասկածեք սեփական ուժերին, դուք արժանի եք դրան, վայելեք։ Հինգ հարց, որ պետք է տաս ինքդ քեզ կյանքը լիարժեք վայելելու համար։ Երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ, արդյոք լիարժեք է ձեր կյանքը, կամ ինչ եք անում այն լիաթոք վայելելու համար։ Եթե դեռ չեք խորհել այս մասին, ուրեմն առաջարկում ենք հենց հիմա խոսել ձեզ հետ եւ քննարկել հետեւյալ 5 ոսկե հարցերը։ Որն է ձեր կիրքը։ Իմանալով ձեր նախասիրությունները, դուք հաստատ արդեն կողմնորոշված կլինեք, թե ինչից եք գերագույն հաճույք ստանում։ Որ աշխատանքն է հենց ձեզ համար եւ ինչը կարող է մոտիվացնել ձեզ։ Որն է ձեր երջանկությունը։ Երջանկությունը կարևոր նախապայման է նպատակներին հասնելու համար, քանզի երջանկությունն ասես խթան լինի փոխելու ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը։ Առավոտյան ժպիտով եք արթնանում։ Ժպիտը առողջ ապրելակերպի գրավականներից է։ Ուրախ մտքերը ուրախ զգացողություններ են առաջացնում։ Այն սուպեր պարզ, բայց միևնույն ժամանակ իսկապես աշխատող մեթոդ է։ Ուղղակի պատկերացրեք մի բան կամ մեկին, որը ուրախություն է պարգևում ձեզ։ Ժպտացեք աշխարհին, եւ այն կժպտա ձեզ։ Բաժակը կիսով չաբլի, թե կիսատ եք տեսնում։ Դրական տրամադրվածությունը կօգնի ոչ միայն վայելել ձեզ շրջապատող ամեն ինչ, այլև լինել առողջ։ Լավատես մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում, քան նրանք, ովքեր մշտապես բացասական զգացողություններ են ունենում։ Երբ եք վերջին անգամ արտասվել։ Արտասվելիս դուք ազատվում եք այն զգացողություններից, որոնք կուտակվել են ձեր ներսում, եւ թեթևություն եք զգում։ Արտասվելիս դուք կարգավորում եք ձեր զգայական ֆոնը եւ կյանքն ավելի լիարժեք դարձնում։ Նյութի աղբյուրն էր Daily Mail-ը, ներկայացրել էր Newseum Style-ը։ Կիրառեք եւ մտածեք այս մասին։ Յոթ դառը ճշմարտություն կյանքի մասին, որոնք ձեզ շատ ավելի ուժեղ կդարձնեն։ Միշտ էլ դժվար է սեփական թերությունները եւ թուլություններն ընդունելը, եւ մենք մշտապես արդարացումներ ենք գտնում մեր եւ մնացածի արարքների համար։ Մենք մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք սպասելով։ Մենք սպասում ենք, որ ինչ-որ բան պատահի, ինչ-որ բան ավարտվի կամ սկսվի։ Սակայն չենք հասկանում, որ այդ ինչ-որ բանը
հենց կյանքն է։ Այդ դեպքում ինչին ենք մենք սպասում։ Ժամանակն է ընդունել կյանքի դաժան ճշմարտությունները եւ սկսել աշխատել սեփական կյանքը բարելավելու եւ նոր բաների հասնելու համար։ Ներկայացնում ենք ձեզ մի նյութ, որը լսելուց եւ գիտակցելուց հետո դուք կկարողանաք հասնել այնպիսի բարձունքների, որոնց մասին չեք էլ երազել։ Ոչ ոք այնքան զբաղված չէ, որ չկարողանա պատասխանել ձեզ։ Այն տղան կամ աղջիկը, ով չի պատասխանում ձեր նամակներին, այնքան զբաղված չէ, որ չհասցնի դա անել, եւ ձեր պոտենցիալ գործատուն այնքան զբաղված չէ, որ չկարողանա կապվել ձեզ հետ։ Հիշեք, որ մարդիկ ժամանակ են գտնում միայն այն մարդկանց համար, ում համար ցանկանում են դա անել։ Մենք գրում, զանգում կամ պատասխանում ենք այն մարդկանց, ում հետ ցանկանում ենք խոսել։ Եթե դուք պատասխան չեք ստանում մի մարդուց, ապա նա մտածված որոշել է չպատասխանել ձեզ։ Ինչքան շուտ հասկանաք սա, այնքան ավելի շուտ կազատվեք ձեզ չհարգող մարդկանցից եւ կսկսեք շփվել միայն նրանց հետ, ովքեր հարգում են ձեզ։ Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին սեփական շահի ետևից է գնում։ Անկախ նրանից, թե ինչքան սիրող եւ հոգատար է դիմացինը, նա մշտապես սեփական շահը ձեր շահից վեր է դասելու։ Մարդկանց մեծամասնությունը ձեզանից այնքան բան կշահի, ինչքան հնարավորություն ունի, ինչքան դուք թույլ տաք։ Այսպիսով փորձեք ձեր սահմանները ձևավորել եւ մի թողեք մյուսներին անցնել դրանք։ Ուժեղ մարդիկ երբեք չեն վախենում ասել ոչ կամ հանդիմանել, երբ անհրաժեշտ է։ Նրանք գիտեն, որ իրենք պետք է իրենց նպատակներին հասնեն, քանի որ ուրիշ ոչ ոք դա չի անի իրենց համար։ Հնարավոր չէ բոլորին ուրախացնել եւ բոլորի համար լավը լինել։ Եթե դուք անեք այն ամենը, ինչ մարդիկ պահանջում կամ խնդրում են ձեզանից, ապա հավանաբար կխելագարվեք եւ կկործանվեք։ Իրականությունն այն է, որ երբեք չեք կարող բավարարել բոլորին։ Իհարկե դուք կարող եք փորձել, սակայն երբեք հաջողության չեք հասնի։ Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն ձեզ եւ ձեր կյանքի ճանապարհը։ Ձեզ կքննադատեն անկախ նրանից, թե ինչ եք արել։ Այսպիսով ձեր որոշումները կայացրեք այնպես, որ ճիշտ լինի ձեզ համար, եւ մի վախեցեք հետապնդել այն նպատակները, որոնք ցանկալի են։ Միակ մարդը, որին պետք է բավարարեք, հենց դուք եք։ Աշխարհը ձեզ ոչինչ պարտական չէ։ Դուք կարող եք լինել ամենազվարճալի, ամենախելացի կամ ամենաազնիվ մարդը, սակայն դուք ոչ մի բանի չեք հասնի, եթե միայն դուք իմանաք այդ մասին։ Այստեղ երկու ընտրություն կա։ Դուք կարող եք ամբողջ կյանքում խղճալ ինքներդ ձեզ, ասելով, որ ավելիին եք արժանի, կամ կարող եք նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը եւ հասնել նրան, ինչ ցանկանում եք։ Կարծում եմ ակնհայտ է, թե ինչ ընտրություն են անում հաջողակ մարդիկ։ Արդարացումները միայն ձեզ համար են։ Դուք կարող եք ամբողջ կյանքն անցկացնել ասելով, որ դուք չունեիք բավականաչափ ժամանակ, փող, էներգիա կամ այլ ռեսուրսներ ձեր նպատակներին հասնելու համար։ Առաջին հայացքից սա ճիշտ է, սակայն ճշմարտությունն այն է, որ աշխարհի յուրաքանչյուր բնակիչ գոնե մեկ արդարացում ունի, ըստ որի չի ապրում այն կյանքով, որով ցանկանում է։ Այն մարդիկ, ովքեր մեծ բաների են հասնում, երբեք արդարացումներ չեն գտնում։ Նրանք դժվարությունները հաղթահարելու ձևեր են գտնում եւ դրա շնորհիվ էլ հաջողության են հասնում։ Ձեզ բնութագրում են ձեր գործողությունները, ոչ թե մտքերը։ Դուք կարող եք տարիներ շարունակ մտածել լավ դրական բաների մասին, սակայն մինչև այդ մտքերը կյանքի կոչելը, դուք չեք կարող համարվել այն մարդը, ով հեղինակել է դրանք։ Մեծ ծրագրեր կազմելու ունակությունը հիանալի բան է, սակայն այն պետք է ուղեկցվի գործողություններով, քանզի առանց ձեր այդ ունակության դրանք բանի պետք չեն։ Հիշեք, որ մեզ դատում են մեր գործողություններով, ոչ թե միտումներով։ Եվ 7-րդ. ոչ ոք ձեր փոխարեն չի կառուցի ձեր կյանքը։ Կյանքի ընթացքում մենք անընդհատ սպասում ենք մի բանի։ Սպասում ենք, որ հանդիպենք ճիշտ մարդուն։ Սպասում ենք մեր երազանքների իրականացմանը։ Սպասում ենք, որ մեզ լավ աշխատանքի հրավիրեն։ Երբ մենք գոհ չենք մեր ընթացիկ դիրքից եւ վիճակից, իռացիոնալ կերպով սպասում ենք, որ մի հրաշք կլինի եւ կլուծի մեր խնդիրները։ Սակայն ճշմարտությունն այն է, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Խնդիրները հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկով, քանի որ այն գոյություն չունի։ Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, ապա միակ բանը, որ կարող եք անել, գործելն է։ Ուժեղ մարդիկ գիտեն այս ճշմարտությունը։ Երբ կյանքում խնդիրներ են առաջանում, պետք չէ սպասել, որ որևէ մեկը ձեզ համար կլուծի դրանք։ Պետք է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ 8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում։ Երբևէ մտածել եք, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում։ Արդյոք դա պարզապես պատահականություն է, թե կա ի վերուստ եկող ինչ-որ նպատակ։
Ձեզ ենք ներկայացնում 8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում։ Առաջին, որպեսզի մեզ ներսից արթնացնեն։ Կան այնպիսի մարդիկ, ովքեր մեր ներսը տակնու վրա են անում, ստիպում են մեզ հարցեր տալ, ինքներս մեզ կասկածել։ Նրանք մեզ մղում են ինչ-որ գործողությունների, մեր ներքին պասիվությունը վերացնում, որպեսզի մեր հոգին ջերմությամբ լցնեն։ Նրանք հայտնվում են ամենաբարդ պահերին, երբ մենք մեզ անպիտան ենք զգում։ Նրանց հաջողվում է տաքացնել մեր հոգին, հույս ներշնչել, քաջալերել, մոտիվացնել, որպեսզի մեր կողքին լինեն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր մեկընդմիշտ դառնում են մեր կյանքի մի մասնիկը։ Նրանք երբեք մեզ չեն լքի, ոչ դժվարության եւ ոչ էլ ուրախության պահին։ Չորրորդ, որպեսզի մեզ դաս տան։ Այն մարդիկ են, ումից մենք սովորելու ինչ-որ բան ունենք։ Սա կարող է լինել թե ուսուցիչը, թե հարևանը եւ թե պատահական անցորդը։ Որպեսզի մեզ օգնեն անձնապես աճել։ Այս մարդկանց հետ շփման արդյունքում մենք անձնային աճ ենք գրանցում, դառնում ենք ավելի լավը, քան էինք, մեկ մակարդակ բարձրանում ենք։ 6-րդ, որպեսզի մեզ ինչ-որ բանի մասին հիշեցնեն։ Նրանք հիշեցնում են այնպիսի մի բան, ինչն առանց իրենց մենք չէինք հիշի։ Սա մի բան է, ինչը մեր մեջ կա, սակայն մենք արդեն վաղուց այն մոռացել էինք, գուցե սպանել մեր մեջ։ Նրանք գալիս են մեզ դա հիշեցնելու։ 7-րդ, որպեսզի ցույց տան մեզ, թե ում կամ ինչին ենք մենք արժանի, կամ էլ ինչին կամ ում արժանի չենք։ Այո, այս մարդիկ գուցե ամենաշատն են մեզ ցավ պատճառում, սակայն միևնույն ժամանակ դա դրական անդրադարձ է ունենում։ Նրանց հայտնվելն ուղեկցվում է արտասուքներով, ցավով, սակայն երբ մենք դա կարողանում ենք հաղթահարել, ի վերջո գտնում ենք մեր երջանկությունը։ Եվ 8-րդ, որպեսզի նրանք մեզնից ինչ-որ բան սովորեն։ Սրանք էլ այն մարդիկ են, ում մենք ինչ-որ բան տալու, սովորեցնելու առաքելություն ունենք։ Նրանք են, ում մենք առնում ենք մեր թևի տակ եւ ամենայն անկեղծությամբ փորձում օգնել սեփական փորձի վրա հիմնվելով։ Տասը տիեզերական կանոններ, որոնք բառացիորեն ձեր կյանքը կփոխեն, պատրաստ եք հաջողությունների։ Ամենակարևոր դասերը նրանք են, որոնք մեզ սովորեցնում է տիեզերքը։ Այն իր կանոններով է առաջնորդվում։ Հաջողության հասնելու համար այս կանոնները պետք է անգիր իմանալ։ Սովորեք դրանք ու հավատացած եղեք, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Ահա այդ կանոնները։ Դուք չեք կարող իմանալ, թե ինչն է լավը, ինչը վատը։ Բայց վստահ եղեք, պարտադրված բարիքը չարիք է։ Դուք չգիտեք, թե տիեզերքն ինչ է ուզում ձեզանից։ Վատ բան չկա, կա մի բան, որը ձեզ խանգարում է։ Ոչ մի լավ բան չկա, կա մի բան, որը քեզ հաճույք է պատճառում։ Գուցե ձեր սխալներն այն են, որոնք տիեզերքին են պետք։ Ճշմարտություն մի փնտրեք, այն գոյություն չունի։ Իսկ եթե այն կա, ուրեմն այն ձեզ պետք չէ։ Ձեր մասին այդքան մի անհանգստացեք։ Իրականում տիեզերքը շատ է հոգտանում յուրաքանչյուր մարդու մասին։ Դուք ոչնչով մեղավոր չեք։ Եթե ինչ-որ բան ձեզ հաճույք չի պատճառում, ինչու եք շարունակում։ Արեք միայն այն, ինչը ձեզ երջանկացնում է։ Անչափ խորիմաստ մտքեր կյանքի մասին։ Կյանքի ընկալումը տարբեր է յուրաքանչյուրիս մոտ, եւ այս դեպքում նշանավոր մարդիկ բացառություն չեն։ Որոշ մտքեր կարող են խորթ թվալ, իսկ որոշներն էլ շատ հոգեհարազատ։ Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքի իմաստը չի սահմանափակվում ձեզ ներկայացվելիք խոսքերով։ Բացահայտում ենք կյանքը հայտնի մարդկանց տեսանկյունից։ Կյանքը նման է հեծանիվի ընթացքին։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է առաջ շարժվել։ Ալբերտ Էյնշտեյն։ Կյանքը բարդ կատակ է, դրա մասին դժվար է լուրջ խոսել։ Օսկար Ուայլդ։ Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկաները։ Ֆաինա Ռանևսկայա։ Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների։ Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, եւ ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ։ Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու։ Բիլ Գեյթս։
Ինչպես առակները, կյանքը նույնպես գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ։ Սենեկա։ Ձգտեք ոչ թե հաջողության, այլ կյանքն իմաստավորելուն։ Ալբերտ Էյնշտեյն։ Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է։ Գաբրիել Մարկես։ Իր կյանքի ընթացքում ամեն մարդ մեկ անգամ սայթաքում է, ոտքը դնելով իրեն վիճակված մեծագույն հնարավորության վրա։ Սակայն ցավոք մարդկանց մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ տալիս իրեն եւ շարունակում առաջ քայլել, ասես ոչինչ չի եղել։ Ուինստոն Չերչիլ։ Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք։ Մահատմա Գանդի։ Արդեն ուշ է ետ վերադառնալու եւ ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու եւ ամեն ինչ ճիշտ անելու համար։ Օշո։ Կյանքի իմաստը նրա ավարտի մեջ է։ Ֆրանց Կաֆկա։ Նյութի տեքստը կարող ես գտնել հոլովակի բնութագրի մեջ հղմանը սեղմելով։ Եթե անում ես այսինը բաները, ուրեմն կարողանում ես հաճույք ստանալ կյանքից։ Երջանիկ մարդկանց 9 սովորույթ, ովքեր կարողանում են կյանքից հաճույք ստանալ։ Այս սովորույթները բնորոշ են երջանիկ մարդկանց, այն մարդկանց, ովքեր կարողանում են կյանքից իսկապես հաճույք ստանալ։ Այսպիսի կենսակերպը, կյանքի հանդեպ վերաբերմունքն ու քայլերը իրենց դրական ազդեցությունն են ունենում մարդու ներաշխարհի ու զգացողությունների վրա եւ ավելի երջանիկ դարձնում նրան։ Փորձեք կիրառել դրանք նաեւ դուք։ Երջանիկ մարդիկ ամուր կապեր են ստեղծում շրջապատի հետ։ 70 եւ ավելի տարեկան մարդկանց շրջանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում գնահատել են մտերիմների հետ հարաբերություններն ու ամեն ինչ արել են ամուր կապեր ստեղծելու համար, շատ ավելի երջանիկ են, քան իրենց մյուս հասակակիցները։ Նրանք ժամանակն ավելի թանկ են գնահատում, քան փողը։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ երջանիկ մարդկանց մեծ մասը կնախընտրեր ավելի շատ ժամանակ ունենալ, քան գումար։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մարդիկ, ովքեր ժամանակն ավելի են կարևորում նյութական բարիքներից, կարողանում են կյանքից առավելագույն հաճույք ստանալ։ Պլանավորում են իրենց ծախսերն ու ապրում են իրենց հնարավորությունների սահմանում։ Յուրաքանչյուր մարդու համար սթրեսային իրավիճակ է, երբ նա չի կարողանում վճարել անհրաժեշտ հաշիվներն ու վարձերը։ Այդ պատճառով հետազոտողները խորհուրդ են տալիս իրատեսորեն գնահատել ձեր հնարավորությունները եւ ապառիկով չքննել այնպիսի իրեր, որոնք իրականում ձեզ թույլ տալ չէիք կարող։ Հաջորդը, երջանիկ մարդիկ կարողանում են նկատել գեղեցիկը իրենց շուրջ։ Իրենց հետ տեղի ունեցող հաճելի մանրուքներին հաճախ ուշադրություն դարձնող մարդիկ շատ ավելի երջանիկ են մյուսներից։ Նրանք նկատում են գեղեցիկ բաներն իրենց շուրջ, գոհ են կյանքից, երջանիկ են այն ամենով, ինչ ունեն այդ պահին։ Ժամանակը, որը մարդն անց է կացնում իր ընկերների հետ, նրան շատ ավելի երջանիկ է դարձնում։ Առավել մեծ հաճույք մենք ստանում ենք մեր այն ընկերների հետ շփումից, ովքեր իրենք էլ իրենց են երջանիկ համարում։ Նրանց ուրախության զգացողությունը արագ փոխանցվում է այն մարդկանց, ովքեր գտնվում են իրենց շրջապատում։ Հոգ են տանում իրենց հարազատների մասին եւ ուրախացնում են նրանց։ Հոգեբանները վստահ են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են բարության ինքնաբուխ քայլեր անում իրենց շրջապատի հանդեպ, շատ ավելի երջանիկ են նրանցից, ովքեր դա չեն անում։ Հաջորդը, գումար են ծախսում տպավորությունների, այլ ոչ թե նյութական իրերի վրա։ Մարդիկ ավելի երջանիկ են դառնում, երբ ծախսում են իրենց գումարը դրական հույզերի եւ զգացողությունների վրա։ Եվ թեև ցանկալի իր ձեռք բերելը նույնպես կարող է երջանկացնել, բայց դա տևում է շատ ավելի կարճ եւ արագ իր տեղը զիջում է նոր ցանկություններին։ Իսկ անմոռանալի ճամփորդությունների ապարգևած տպավորություններն ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում, եւ այդ հիշողությունների գույները ոչ թե խամրում են, այլ տարիների հետ ավելի վառ են դառնում։ Հաջորդը, երջանիկ մարդիկ հետևողականորեն զբաղվում են սպորտով։ Ապացուցված է, որ ֆիզիկական վարժություններն օգնում են հաղթահարել հոգեբանական խնդիրները եւ սթրեսային իրավիճակները, եւ սպորտով զբաղվելուց հետո կտրուկ ավելանում է երջանկության մակարդակը։ Եվ 9-րդ, վայելում են կյանքը հիմա եւ այստեղ։ Զգալ ամեն օրվա կարեւորությունը, վայելել մեզ ընձեռված ամեն րոպեն։ Այս սովորույթը հատուկ է երջանիկ մարդկանց։ Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր օր մեզ տրվում է կյանքը վայելելու, այլ ոչ թե փնթփնթալու եւ ինչ որ անհայտ բանի սпасելու համար։ Ինչպես նոր կյանք սկսել, հոգեբանի խորհուրդները։
Յուրաքանչյուր մարդ կյանքում ունենում է ինչ-որ իրադարձություններով պայմանավորված ճգնաժամային փուլեր, իսկ հետո որոշում է նոր կյանք սկսել կամ ինչ-որ բան փոխել կյանքում։ Նման փուլերը շատ կարևոր են, քանի որ նպաստում են մարդու անձնային աճին և հետևաբար արժեքային համակարգում փոփոխությունների, երբեմն էլ մասնագիտության և կյանքի ոճի փոփոխման։ Այս մասին Newsam Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը։ Այսպիսով նոր կյանք սկսել հնարավոր է, իսկ հինն անհրաժեշտ է վերանայել առաջ շարժվելու համար, ասում է մասնագետը։ Նրա կարծիքով մեզանից անկախ տարբասկիզբը ինքնահաշվետվության շրջան է, ձեռքբերումները և կորուստները դիտարկելու և սկզբնահաշվարկ, նոր նպատակների և ցանկալի փոփոխությունների մասին մտածելու համար։ Ովքեր որոշել են նոր կյանք սկսել, մասնագետը խորհուրդ է տալիս. սկզբի համար թույլ տվեք ձեզ երազել առանց սահմանափակումների։ Իրական նպատակները ծնվում են երազանքներից, և որքան վառ, գրավիչ ու ցանկալի են երազանքները, այնքան հետագայում մեծ է լինելու մոտիվացիան տարբեր խոչընդոտներ հաղթահարելու և նպատակին հասնելու համար։ Երազանքից անցում կատարելով նպատակներին, մտքում կամ թղթի վրա մատնանշեք այն ոլորտները, որոնց վերաբերելու են փոփոխությունները՝ տուն, ընտանիք, աշխատանք, ուսում, մասնագիտություն, ազատ ժամանց և այլ։ Որոշեք, թե որ ոլորտի փոփոխություններից կցանկանաք սկսել, կամ որն է առավել կարևոր ու առաջնային։ Նպատակները պետք է լինեն իրագործելի և հասանելի, այսինքն դրեք ձեր առջև այնպիսի նպատակներ, որոնց կարող եք հասնել։ Ասեք ձեր երազանքին մանր քայլերով։ Պատկերացրեք, որ գետ եք անցնում, որտեղ քարերը մեկը մյուսից հեռու են, ջրի մեջ ընկնելու հնարավորությունը մեծ է։ Իսկ եթե քարերը մոտ-մոտ են, ապա հանգիստ հնարավոր է գետն անցնել, հասնելով մյուս ափ։ Եղեք հետևողական, հիշեք, որ ցանկացած փոփոխության համար ժամանակ է պետք, հնարավոր փոփոխությունների հասնել կարճ ժամանակահատվածում, հետևաբար պետք է չհանձնվել և հետևողականորեն հետևել որոշած փոփոխությանն այնքան ժամանակ, ինչքան պահանջվի։ Պատրաստ եղեք խոչընդոտներին և նրան, որ ամեն ինչ հարթ և ձեր ծրագրածի պես չի ընթանալու։ Սակայն նման շեղումները չեն նշանակում, որ պետք է մի կողմ թողնեք ձեր մտահղացումները, հաղթահարելով դրանք շարունակեք ճկուն լինել և շարունակել բռնած ուղին։ Փոփոխությանը հասնելուց հետո շարունակեք ապրել նոր ձևով։ Նոր ապրելակերպը պետք է դառնա կյանքի ոճ, ոչ թե ժամանակավոր ծրագիր, որն իրականացնելուց հետո վերադառնում եք նույն ապրելակերպին։ Նոր խաղը նոր կանոններով պետք է խաղալ։ Մի կիսեք կյանքը սևագրի և մաքրագրի, համատեղեք նպատակների իրականացումը, հանգիստն ու հետաքրքիր ժամանցը, քանի որ կյանքն այն է, ինչ ունենք այսօր և հիմա։